Մի 5 տարի առաջ խորը փոսերով ու քանդած մայթերով կերցեն փողոց մարդատար մեքենաների վարորդները հրաժարվում էին մտնել, շատ ու քիչ անգամ բեռնատարներն էին անցնում։ Հիմա հակառակն է, նորոգելուց ասֆալտ անելուց հետո կերցենը դարձել է պահանջված փողոց, կարճ ու հարմար ելք դեպի Շիրակացի փողոց։ Ասֆալտապատումից առանց փոսերի ու հողե փողոց տեսնելուց թաղամասի բնակիչներն էլ էին ուրախացել, բայց հետո այս փողոցի լուսաբացներն ու մայրամուտները ուրախ չանցան։ Երթևեկը շատացավ, դարձավ ծանրաբեռնված, ուղիղ փողոցում արագության գերազանցումները մշտական են։ Շատ արագ, հələ Ալեքսը կանեք ամեն օր, 160-170-ով սաղ կերտան ավտոները։ Եվ պետք է մինչև եվ պետք է կարգավորվի։ Երեխաները ստից կհելնեն, ստեղ 150-ի տակ։ Հարթ փողոց է, փողոցի վրա էլ շարք-շարքի սեփական տներ, բայց արագություն սահմանող, երթևեկությունը կարգավորող որևէ նշան չկա, աշկելաթմբեր էլ չկան։ Հսկողության դաշտից ու հսկողների աչքից հեռու վարորդների համար հարմար տեղ է արագ վարելու։ Իսկ վատ հետևանքները ավտովթարներն են, հերթականը այսօր էր թաղամասի բնակիչների առաջ։ Նրբանցքների խաչմերուկին 2 մեքենա բախվել էին իրար, բարեբախտաբար վնասը միայն նյութական էր։ 5 օրվա մեջ էսի արդեն 10-րդ դեպքն է։ Շանս երեք չէ առաջի օրը կացին ավտոյի տակ, դե հմի պարգած է, հմի մենք ինչ ենենք, սեք մեր հարցել ուզեն։ Հազա ասվարտացը շատ ներողություն արձա, իշխոր արիոպորտն յանիք, ու կանան բես կերտան որ թարնի։ Արակը կշեն։ Էշ բան է, դրա չկա գիշերները ստեղ շոր բան կոնկի տեղ դառնա։ Գիշերը բան է։ Մարդ վախենա երեխեքին ղրկե խանութ կամ դպրոց։ Քանի անգամ եմ հազիվ փախեք ավտոյի դեմերից։ Բանը բդեղնի նոր ելնիկ ճամպեն փագեին։ Մի հատ պարգած միլիցա տնեմ փողոցը քանիմ տեղ, ասպես չի եղնի վիճակը։ Ինչ ասֆալտած փողոց ունեն, Գերցենի ապրողները 1000 անգամ նույն բանն են ասել, խնդրել են մի քանի տեղ արգելաթմբեր սարքել, արագությունը սահմանափակել։ Ասողներին լսողներ մինչև հիմա չեն եղել։ Այսօրվա վթարից հետո բնակիչների զայրույթն ավելի էր սաստկացել։ Սպառնացին անգամ փողոցը փակել, ոչ մի մեքենայի թույլ չտալ իրենց դռներով անցնել։ Արդեն 1000 տարի է նույն բանը կսենք։ Պարտադիր պետք է մեկին բանը մեղնի որ սաղ կանստեղ։ Դիա սաղ հավաքված են մայլեն։ Բերին մի ամես հարցը լուծեն, չեկը փագենք ճամպեն, հեշտ բար չի հեշտաստից կա։ Վարորդների մեղքն է, էվորիս են կամաց կնա։ Դες знак չկա, դες знак չկա դրա, անկախ իրանից մի բան է եղնի։ Անպայման ստեղ знак է բդի է, դարվի սավետապոր, դարվի կամ եսի մինչենոր մարդիկ գիտենան, ինչ ղանցին ինչ են երեխա են, դաբրոցական կետնան, դաբրոցից կուկան։ Վթարի վայր եկած բարեկային ծառայության աշխատակիցները այս փողոցում շատ են այսպիսի դեպքեր արձանագրել։ Հաստատեցին, որ վթարների հիմնական պատճառը երթևեկության նշանների բացակայությունն է, բայց եւ հայտնեցին, որ լուսացույցներ, արգելաթմբեր տեղադրելը, գծանշումներ անելը քաղաքապետարանի անելիքն է, իրենց գործը վերահսկելն է։ Քանի անգամ դիմել եք, ասել եք, խնդրել եք, հəbի նորից եմ խնդրում բոլորին։ Լրիվ իշխանությանը, լրիվ մեր քաղաքապետին ու ամեն ստեղ կամ հարակաչափ տարեք, կամ ինչ կսեն, լիժաշի պալիցերսկի տարեք, բանը մերեք։ Գյումրիի քաղաքապետարանից ստացանք բանավոր պարզաբանում, որ տարիներ առաջ փողոցը հիմնանորոգելիս պետք է այդ աշխատանքները նախատեսեին։ Ճանապարհաշինարարը նման կարգավորումներ չի նախատեսել, ըստ այդմ քաղաքապետարանն էլ այստեղ անելիք չի ունեցել։ Հիմա հաշվի առնելով բնակիչների թարմ բողոքները կդիմեն ճանապարհային դեպարտամենտին, թույլտվություն ստանալու փողոցում երթևեկությունը կանոնակարգող աշխատանքներ ձեռնարկելու համար։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։